Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր կանաչ լույս են վառել Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների, ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կունենա 2 տարվա մանդատ և կկոչվի Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն։ Այն գործուղելու համար Հայաստանը Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում և Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո դաշինքի դեսպաններն անցյալ շաբաթ միաձայն կողմ քվեարկեցին առաքելությունը ստեղծելու առաջարկին։ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը խորագրով համաժողովի ժամանակ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ հայոց ցեղասպանությունը փակված էջ չէ, այլ շարունակվող գործընթաց։ Այվազյանն ընդգծել է, որ Արցախում տեղի ունեցածը պատմական նույն ողբերգական հետագծի մի մասն է և ցեղասպանության մեխանիզմի կրկնությունը։ Նախկին նախարարը մտահոգություն է հայտնել, որ ցեղասպանության ճանաչման հարցն ու Արցախ եզրույթը հետևողականորեն հանվում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից ու պաշտոնական հռետորաբանությունից։ Նա զգուշացրել է, որ պատմական հիշողությունից և սեփական լեզվից հրաժարվելը քաղաքական ընտրություն չէ, այլ սպառնալիք ազգի ապագային ու գոյությանը։ Եթե ընդունում ենք որպես իրողություն, այլևս չպետք է սահմանափակվենք եղել է արդյոք ցեղասպանություն ձևակերպմամբ։ Այդ հարցը վաղուց ստացել է իր պատասխանը պատմական, գիտական և փոխվարոյական մակարդակներում։ Ավելի բարդ հարցը այլ է։ Ավարտված է արդյոք ցեղասպանությունը որպես գործընթաց, եթե դրա հետևանքները ու տրամաբանությունը շարունակում են դրսևորվել տարբեր ձևերով և տարբեր պայմաններում։ Այս հարցի դժվար է պատասխանել, եթե պատմությունը դիտարկում ենք միայն որպես ավարտված իրադարձությունների շարք։ Ապրիլի 24-ին կայանալիք հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ The Washington Times-ը հոդված է հրապարակել, որում կոչ է անում Թրամփի վարչակազմին պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Հեղինակը, որը ցեղասպանությունից փրկվածների թոռ է, նշում է, որ չնայած 2019 թվականին Կոնգրեսի և 2021 թվականին նախագահի մանդատով պաշտոնական ճանաչմանը, ներկայիս վարչակազմն անցած տարվա իր ուղերձում խուսափել է ցեղասպանություն բառից, այն փոխարինելով մեծաղետ և պատմական ողբերգություն անորոշ տերմիններով։ Այսօր եկեղեցու ոչնչացումը հերթական դրվագն է նույն ողբերգական շղթայի, որը մեկ դար առաջ սկսվեց ցեղասպանությամբ և այսօր շարունակվում է մեր աչքի առաջ, ուղղված ոչ միայն քարերի, այլև ժողովրդի հիշողության, արժանապատվության և իր հայրենիքում ապրելու և վերադառնալու իրավունքի դեմ։ Այս պայմաններում անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների գրեթե լիակատար լռությունը։ Երբ քանդվում են մեր սրբավայրերը, լռությունը այլևս չեզոքություն չէ, այլ համակերպում կատարվող հանցագործությանը։ Նրանք պարտավոր են անհապաղ և հստակ քաղաքական գնահատական տալ այս բարբարոսությանը, հրապարակայնորեն դատապարտել Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և ձեռնարկել գործուն դիվանագիտական քայլեր միջազգային հարթակներում բարձրացնելու այդ հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան հերթական ուղիղ եթերում հայտարարել է, որ հայ առաքելական եկեղեցու բարեփոխումը անհրաժեշտություն է, քանի որ վերջին տասնամյակներին հայ եկեղեցու ղեկավարության գործողությունների պատճառով հոտի մի մասը օտարվել է եկեղեցուց, ինչը հնարավորություն է տվել արտաքին ուժերին փորձել եկեղեցուն վերածել հիբրիդային պատերազմի գործիքի։ Եկեղեցու բարեփոխման ճանապարհային քարտեզի առաջին կետը կաթողիկոսի հրաժարականն է։ Դրան հաջորդում են տեղապահի ընտրությունը, կանոնադրության ընդունումը, ֆինանսական թափանցիկությունը և հոգևորականության պատշաճ վարքագիծը, կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցուն քաղաքական կյանքից հեռացնելու ընդհանուր բարեփոխումները։ Նա նաև ասել է, որ եկեղեցին պետք է հարկեր վճարի։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, շեշտելով իրենց քաղաքական թիմի վճռականությունը։ Նա նշել է, որ իրենց կանգնեցնելու ցանկացած փորձ միայն ավելի է ամրացնում կուսակցության շարքերը։ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ հաղթանակը չի ուշանալու և իրենք հաջողությամբ իրականացնելու են երկրում անհրաժեշտ փոփոխությունները։ Ուժեղ Հայաստանը շարունակում է հայտարարել, հենց Կարապետյանն է իրենց վարչապետի թեկնածուն։ Ինքը Կարապետյանը նախորդ դատական նիստին ասել է, որ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել։ Սամվել Կարապետյանը բարձր է գնահատում իր ղեկավարած քաղաքական ուժի հնարավորություններն ազգային ժողովի ընտրություններում։ Շանսերը գնահատում ենք ուղիղ 100%։ Անարդարությունը ինձ ստիպեց մտնել քաղաքականություն, ասել է գործարարը։ Եթե հայտնի հայտարարությունը չլիներ, քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնեի։ Իհարկե ոչ։ Որովհետև ասել եք քաղաքականություն։ Իհարկե ոչ։
Սամվել Կարապետյանն արձագանքել է իշխանականների հայտարարություններին, թե իրեն Ռուսաստանն է ուղղորդում։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը, շեշտել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը։ Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած զեկույցի համաձայն հարցվածների 60%-ը Հայաստանի դատախազությունը համարում է ամբողջությամբ կամ մասնակիորեն կոռումպացված։ Իրավական փորձագետ Անուշ Հակոբյանն ընդգծել է, որ կառույցի անկախությունը խոցելի է, իսկ գլխավոր դատախազի ընտրությունը 2022 թվականին եղել է քաղաքականացված եւ ոչ բավարար թափանցիկ։ Զեկույցում մտահոգիչ է համարվել նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործերով դատավճիռների ցածր թիվը եւ գույքի բռնագանձման գործընթացում հաշվետվողականության պակասը։ Ըստ հետազոտության քաղաքացիների վստահությունը ցածր է, ինչին նպաստում է նաեւ դատախազության հետ հետադարձ կապի եւ թեժ գծի բացակայությունը։